Եմ որ Սփյուռքը շատ մեծ անելիք ունի։ Ահավոր շատ այն ֆունկցիաները, գործառույթները, որ իրականացնում այժմ Սփյուռքը, շատ քիչ են։ Ուրիշ հարց է, որ Սփյուռքը մի կողմից օբյեկտիվորեն կարամ ասեմ այստեղ գործընկեր չունի։ Ես շատ մարդիկ կան, որ ուզում են այստեղ ինչ-որ բան անեն, իրականացնեն, օգնեն, բայց ում հետ։ Այսինքն ինչ-որ փող ուղարկեն, ոստե ուտեն, հա։ Կամ տակով անեն, գործընկեր չկա։ Մյուս կողմից Սփյուռքի հետ հետևողական աշխատանք չի կատարվում, որ ընկալվի Հայաստանի ապագան եւ Սփյուռքի կարգավիճակը։ Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ եթե հայ մնալու է Հայաստանում։ Սփյուռքը վաղ թե ուշ վերանալու է։ Ու կարանք ինչ-որ թարմարում ներարկելով Հայաստան արյունակամ անելով ինչ-որ մարդկանց ուղարկենք այնտեղ, բայց դա ճանապարհ չի։ Ճիշտ հակառակը։ Սփյուռքը պետք է հասկանա, որ պետք է կառուցվի Հայաստան այնպեսի մի երկիր, որ բոլորն էլ հայրենադարձվեն։ Ապագան դա է։ Լավ, այդ ամեն ինչը ով է անում։ Հասկանալի է, իշխանությունը այդ կոնտեքստում որևէ իշխանությունների մասին իհարկե անելու բան չունի, չի ուզենա անել։ Ինքը անելիք չունի։ Սակայն կան քաղաքական ուժեր, կան հասարակական շարժումներ, կան տարբեր անհատ մարդիկ, որոնք ես կարծում եմ, որ շահագրգռված են որոշակի առումով։ Սակայն միավորումն է բացակայում, կազմակերպչական խնդիրներն են այստեղ խոչընդոտ հանդիսանում։ Ինչն է խոչընդոտ հանդիսանում ձևավորելու Հայաստանի հայ ժողովրդի սպառակայում եւ հայկական պետականության ռազմավարական շահասածը։ Այսինքն մենք ինչ ենք ուզում ընդհանրապես աշխարհից։ Օրինակ Սփյուռքը արևմտահայերը, ամերիկահայերը ուրիշ բան են ուզում, ստամբուլահայերը ընդհանրապես ուրիշ բան են ուզում։ Հայկական պետականությունը բոլորովին այդ երկուսից տարբերվող ինչ-որ քաղաքականություն է վարում։ Եվ սա կարծում եմ, որ շատ դեպքերում, եթե ոչ միշտ, խոչընդոտում է մեր զարգացմանը։ Դու գիտեք ինչ, ես մի քիչ համաձայն չեմ։ Եթե բոլորին էլ խոսացնես, բոլորն էլ ասում են, որ ուզում ենք Հայաստանը հզոր լինի, լավ լինի, ասենք 10 միլիոնից բնակչություն ունենալ, հզոր տնտեսություն, կենացների մակարդակով։ Երբ որ ասում ես լավ, այդ որպեսզի դրան հասնենք, ինչ է պետք անել, հա? Ու այդտեղ սկսվում են խնդիրները, ու պարզվում է, որ մարդկանց մեծ մասը, բացի կենացային պատկերացումներից, հա, միասնականություն, ամենասիրածս կարգախոսն է, ուղղակի, բայց պետք է ստիպված հիշատակեմ, որովհետև ես չեմ կարող Հայաստանի քաղաքական վերնախավի հետ կամ պատգամավորների հետ կամ շատ քաղաքական գործիչների հետ միասնական լինեմ։ Ուղղակի չեմ կարող։ Այս մարդիկ իմ խորին համոզում պետք է նստեն բանտերում։ Զգալի մասը։ Ես ոնց կարամ հանցագործել լինեմ միասնական։ Բայց առաջարկվում է մեզ ամեն ինչի վրա աչք փակել, հանուն Հայաստանի ինչ որ դիմանալ, բան, հարցը հանուն ինչ Հայաստանի։ Այդ խնդիրը շատ պարզ է, միջև այդ ուղեղների լվացումը մեր մոտ չանցնի, հա, խելքի չգանք։ Երբ որ խնդիրը այդ կարողանում է իշխանությունը այդ ամեն ինչը իրականացնել, մի պարզ պատճառով, որտեղ ժողովրդի զգալի մասը եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս չի պատկերացնում իրական խնդրի էությունը։ Մենք պետություն չենք ունեցել, մոռացել ենք դա ինչ է։ Եվ այդ մտածողությունը համայնքային մտածողություն է մնացել, որ ինչ ուզում ալնի մերն է, հայն է, ասենք թե պետք է պարտադիր պաշտպանենք, յուրաքանչյուր իշխանությունը մեկը պետք է այդ իշխանությունը պաշտպանենք։ Ինչ ուզում ալինի Հայաստանում, իմ հայրենիքն է պետք է պաշտպանենք։ Դու հայրենիքը չես պաշտպանում, դու պաշտպանում ես կոնկրետ հանցագործ վարչակարգին, որը հայրենիքի շահի հետ ոչ մի կապ չունի։ Եվ նույն մեխանիզմը գործում է նաև Հայաստանում։ Դե ընկերս սա, բարեկամը սա, ոչ ինչ-որ գողական, գանձագողական կաշառակերը, մենք մի բուռ հայ ենք էլի իրար պաշտպանենք։ Դու տենց մի բուռ հայերով իրար հանցագործությունները կոծկելով ման ենք գալի, հետո զարմանում ենք արդյունքի վրա։ Այն մինչև մենք չհասկանանք, որ այդտեղ կոմպրոմիս չկա, մինչև բոլորը, մինչև 6 տարեկան երեխայից մինչև 100 տարեկան մեծա չհասկանա, որ այսպես շարունակել չի կարելի։ Ոչ մի բան, ընդհանրապես շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց ընդհանրապես դա է խնդիրը։ Ընդհանրապես դա, այսինքն երբ որ ժողովուրդը հասկանա ինչն է խնդիրը, գործի 90%-ը խնդրի բայց լուծման չէ, պատկերացրեք չէ։ Ես վերջերս այս անկախության հետ կապված հաղորդումներ էին կազմակերպում, հատկապես Սփյուռքից ելույթներ էին ունենում, Շանթով նայեցին, նույն կներեք
նույնիսկ չեմ ուզում ասեմ ծիծաղել, էլի լացելու բանն է, բայց զառանցանքը շարունակվում է։ Եվ նույն մտավորականության մեջ այդ զառանցանքը կա։ Իսկան երբ որ դու սկսում ես խոսալ կոնկրետ արատների մասին, մի կպեք բանակին, մի կպեք եկեղեցուն, մի կպեք, բա ում կպնենք։ Էլ ինչ մնաց։ Այսինքն երբ որ դու պատրաստ ես յուրաքանչյուր հանցագործություն, յուրաքանչյուր արատ արդարացնել, ինչա թե դա կամ հարևանատա կամ եգյանատա կամ ուղակի հայ է, ամոթա, ասենք, եւ այլն, ոչ մի բան չի ստացվի։ Ոչ մի բան չի ստացվի։ Այսինքն մենք ապրում ենք մի հատ կեղծ առասպելական ստեղծված մի հատ միջավայրում, հա, երբ որ իրականությունը շատ դաժան է եւ շատ տխուր, բայց մենք փորձում ենք դրա գնահատականներ տալ եւ առաջնորդվել, կարծես թե ոչ մի բան չի եղել։ Մենք ինքնախապեյությամբ ենք զբաղված։ Այս բանակայում այստեղ կարևոր հարցը որտեղից սկսել, այսինքն քարոզչական, դաստիարակչական ինչ որ մեթոդոլոգիայի անհրաժեշտ։ Օրինակ դուք ասում եք 6 տարեկան երեխա, բայց Հայաստանում ամենա այսպես պրոֆեսիոնալ եւ վաստակավոր ընտրակերտարարների թիվը համալրում են նույն ուսուցչական անձնակազմը։ Իհարկե։ Դպրոցական ամբողջ համակարգը լծված է այդ գործին։ Ով է դաստիարակելու այդ 6 տարեկան երեխային, որ նա ընտրակերտարար չմեծանա։ Դաստիարակելու են նորից այն անհատները, որոնք դա հաստատում են, ուրիշ ճանապարհ չկա, ինչ որ մեկը Լուսնից կամ Չինաստանից չի գալու, որ մեզ դաստիարակի։ Հա, մարդիկ կան, նույնիսկ դրան են արդեն հակված, ասում են դե մեկը Հայաստանը արտաքին ղեկավարություն ունի, հա, արտաքին կառավարում է իրականացվում, ավելի լավ է անցած մեր զրույցի ժամանակ դրա մասին հիշատակեցի, հա, ինչ որ դրսից մի հատ սերժանտ բերեն, ռուս կամ ամերիկացի կամ չգիտեմ եվրոպացի, մեկը բանի պիտանի չենք, մենք գլխներին տած, հեծելով հասկացնում, որ sense չի կարելի։ Ну, ի վերջո միգուցե դա էլ ես չեմ բացառում, բայց ցանկալի չի, վերադառնալով մեր նախորդ զրույցին։ Բայց ես չեմ կարծում, որ դա այդքան տխուր է, որովհետև նույն Վրաստանի օրինակը մենք տեսնում ենք, որ բառացիորեն մի քանի տարիների ընթացքում բացարձակապես այլ երկիր դառավ, հաշվի առնելով, որ իրանք շատ ավելի վատ վիճակում էին, քան մենք, այնտեղ չկայացած պետություն էր եւ կատաստրոֆիկ վիճակ էր Շևարդնաձե օրոք։ Բոլոր քաղաքական սխալները, արտաքին քաղաքական սխալները հաշվի առնելով, Սաակաշվիլու, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ կարողացավ մարդը։ Այդ դա նույն մարդիկ են, որոնք այդ նույն ուսուցիչներն են, որովհետեւ այստեղ մի նրբություն կա։ Ժողովուրդը եւ հասարակությունը նույն բանը չի, օրինակ մենք նույն հայ ժողովուրդն ենք, բայց հասարակությունը այլ է, այսինքն եթե համեմատենք խորհրդային միության տարիների կամ Ղարաբաղյան շարժման ընթացքում, հա, դա այլ հասարակություն։ Նույնիսկ Հայաստանի ներսում կան տարբեր համայնքներ, որոնք տարբեր տիպի հասարակություններ են, ես վստահ եմ, ասենք ինչ ասեմ, Ղարաբաղի հասարակությունը, Երևանի, Արտաշատի եւ